Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, ռեալ։ Ես չեմ նայում սև ու սպիտակով, այսինքն հենց հիմա, հենց Բարգավաճ Հայաստանի քաղաքական խորհրդում մասնագիտական մակարդակով եւ այլն քննարկումները շարունակվում են, բայց Բարգավաճ Հայաստանը պետք է կայացնի քաղաքական որոշում, այսինքն մասնագիտական, իրավական քննարկումների մի բան, մենք պետք է քաղաքական վերջնական որոշում կայացնենք, մեկ բան կարող եմ ասել, սրա մասին ես վերջի մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ վերարտադրության հարցը մենք հստակ հանում ենք, այն ինչ որ ժամանակին ասվել է, որ սահմանադրության բարեփոխումը վերարտադրության խնդիր է լուծում եւ այլն, եկեք ձևեր չանենք, իրավիճակ է փոխվել, պետք է ասեմ, որ Բարգավաճ Հայաստանի ծրագրային դրույթների մեջ էր գրած դեռևս 12 թվականի, 11-12 թվականի, որ մենք պարլամենտական համակարգին ենք անցնել, բայց դա չի նշանակում, որ մենք ռիսկեր չենք տեսնում։ Ուրեմն վերարտադրությունը հանված այն առումով, որ ներկա փուլում շատ պաշտոնապես հայտարարվել է, որ այն վերարտադրության մեխանիզմը, որ ակնկալվում էր, որ հետո պետք է լինի, նաև անձնավորված ամենաբարձր այդ դա գոյություն չունի։ Մտահոգություն համար առաջի, երկրորդ փուլ լինելու է, թե չի լինելու։ Մտահոգություն համար երկրորդ, ընտրիչների ժողովը լինելու է, թե չէ։ Իմ ունեցած տեղեկատվությամբ բավականին ստեղ փոփոխություններ է լինելու եւ իհարկե լուրջ մտահոգություններ կան կապված ներքին եւ արտաքին կայունության եւ անվտանգության խնդրի հետ, այն ինչ որ Իսրայելի եւ Գերմանիայի մոդելն է դրվել, այսինքն պատերազմական իրավիճակում վարչապետն է ալում գերագույն գլխավոր հրամանատար, ոչ պատերազմական իրավիճակում գոյություն ունի անվտանգության խորհուրդ եւ գլխավոր շտաբի պետը եւ գլխավոր շտաբը այս խնդիրները նույնպես որոշակի բացման եւ որոշակի ռիսկերի մտահոգություններ են պարունակում։ Մենք հանրապետության նախագահի կողմից հրավիրվող կոնսուլտացիաներին անպայման կմասնակցենք։ Մենք կարծում ենք, որ հանրապետության նախագահի ինստիտուտը պետք է անպայման հարգել եւ եթե կա հրավեր, մենք պետք է մասնակցենք, որտեղ սահմանությունը նա է այն փաստաթուղթն է հիմնարար, որը վերաբերում է մեր ամբողջ ժողովրդի եւ պետության ճակատագրին։ Ամենակարևոր խնդիրը սահմանադրական փոփոխությունների համապատասխան, ինչպես իմ գործընկերը ասաց, հակշռ մեխանիզմների ստեղծումն է իշխանական ուժերի միջև։ Եվ կներեք էլ, ես այս ամբողջ ուշիուշով հետևել եմ, հուսով եմ մենք շատ ավելի ակտուալ խոսակցություն կունենանք, երբ որ սահմանադրության իսկական տեքստը վերջնական տարբերակով դրվի քվեարկության, որ մենք պետք է ունենանք ժամանակահատված այդ 2 ամսվա ընթացքում, իսկ կոնկրետ վերջնական տեքստ, որտեղ սկզբնական բերվող օրենսդրական այս նախաձեռնությունը կարող է բազում փոփոխությունների ունենալ։ Իմ գործընկերս ասա, որ ընտրիչների ինստիտուտը կարող է լինել, դա չնի, երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը երբ է դա լինում։ Լինում այն ժամանակ, երբ հստակ ձևավորված կոալիցիա չի կարող ձևավորվել։ Ազգային ժողովը ընդունում է օրենք, մեկնաբանությունով է տալիս։ Մենք ասում ենք, սա պետք, այսինքն այս ամբողջ համակարգերը պետք է նայենք։ Դրա համար եկեք մենք գնանք մտնենք քննարկման փուլ։ Միանգամից տեսնել ոչ ու թե, որից եմ կրկնում, չի կարելի սև ու սպիտակով, որովհետև այն նախագիծը, որ կգա ազգային ժողով, եւ մենք դա քննարկման արդյունքում վերջնական կհասնենք քննարկման փուլին։ Նույնպես հանրությանը ներկայացվել է ինչ որ բաներ։ Դե գիտեք ինչ կա, հանրությանը ներկայացրել էր, որ որևէ մեկս բոբո եք։ Հասկանում եք, հոդատեն չի։ Դե դուք ասում եք իշխանության վերարտադրության հետ կապված խնդիր։ Կներեք էլի, բարոյականությունից եք խոսում, բայց պետք է լինենք բարոյական մինչև վերջ։ Հանրապետության նախագահն ասում է, ծիրներս ասում է, եթե մենք փոփոխություն ենք իրականացնում սահմանադրական, ես չեմ կներեք տեսնում կամ որ հետագայում ես պաշտոնավար եմ այս պաշտոններից որևէ մեկ։ Բայց կմնաք կուսակցության լիդեր, հակակշիռ ստեղծելով ուժայինների եւ գործադիրի միջեւ կարողանա իշխել։ Հիմա ինչն է խանգարում այսօրվա ունեցած համակարգում, ենթադրենք ինքը դուրս գա պայմանապ դուրս գալով երրորդ անգամ նախագահ մնալով վարչապետ ունենում է այնտեղ Անժելա կուսակցության նախագահ իմպերատիվ օրենքի ուժով օժտված չի։ Կներեք Ասենք թե դու գնացիր հրապարակում միտինգները տարեցիր, վրաններն էլ խփեցիր, մի ամիս էլ նստացես։ Արդեն մի ամիս նստած ես, շատ ներողություն, ինչ է ալնում, դրա արդյունքում իրավական ճանապարհ կա հարց լուծելու։ Շատ ներողություն, դրա համար էլ արդյունքը տենց եղավ։ Բայց այն ես չեմ թողել։ Չէ, եթե ահա, ուրեմն դու պետքա խելացի ճանապարհով պետքա գնաս օրենքով սահմանված ընտրությունների ճանապարհով։ Այս փուլում Հայաստանում ձեր ասած այդ հեղափոխական իշխանապողության նախապայմաններ չկա եւ հեղափոխական իշխանապողությունը ես համարում եմ սպառնալիք պետականության